Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թադավորած գիրք 8-րդ գլուխ Մատյանացներուն վերջնական բարդությունը։ Եփրեմյանները Քեթիոնի ըսին. Ինչու այս արարքը կործեցիր մեզի թեմ։ Մատյամի թեմ բادرազմելու կացիր, բայց մեզ չգանչեցիր, եւ իրեն հետ սաստիկ վիճեցան։ Ինքը լանոնց ասավ. Ես հիմա ինչ ռիցեզի նման։ Արդյոք Եփրեմի ջրակաղը Ափիեզերի այքեգութեն լավակույնը չէ։ Աստված ծերծեր կմատնեց Մատյամի իշխանավորները Օրեբն ու Զեփը։ Ես ինչ կրծա անել ցեզի նման։ Երբ այս խոսքը ասավ, իրեն հանդեպ անոնց հոգին հանդարտեցավ։ Քեթիոն հորտանան եկավ եւ ինք ու իրեն հետ եղող 300 մարդիկ անցան։ Թեպետ բարդասած էին, թշնամին գեդամնտեին։ Սոկովտի մարդոց ասավ. Գաղերսեմ, ինձի հետևող ժողովրդին հացի նկանակներ տվեք, քանի բարդասած են, ու ես Մատյամի թագավորները Զեփեն եւ Սաղմանան գեդաբնտեմ։ Բայց Սոկովտի իշխանավորները ասին. Միթե Զեփելի ու Սաղմնայի ափերը արդեն քուցերքիդ մեջ են, որ մենք զորքիդ հաց տանք։ Քեթիոն ասավ. Ուրեմն եւ դերը Զեփեն եւ Սաղմանան ցերկս մատնե, ցեր մարմինները անաբադին փուշերով ու դադասներով պիտի ձեզեմ։ Անկե Փանուել փարսացավ եւ անոնց նույնպես խոսեցավ։ Փանուելի մարդիկն ալ իրեն պատասխանեցին այնպես, ինչպես Սոկովտի մարդիկը պատասխաներ էին։ Ուստի Փանուելի մարդոցն ասավ. Երբ խաղաղությամբ վերադառնամ, այս աշտարակը պիտի փլցնեմ։ Զեփե ու Սաղմանա գարգարի մեջ էին եւ անոնց հետ իրենց փանագը արևելցիներուն ամբողջ փանագե մնացած զորքը 15000-ի չափ մարդ։ Արտարև 120,000 սուր քաշող մարդ ինգած էր։ Քեթիոն Նոփահի ու Յոփեհայի արևելյան գոմեն վրանապնակներուն ջամփայով փարսացավ եւ փանագը զարգավ, քանի փանագը գգարձեր ապահովության մեջ լալ։ Զեփե ու Սաղմանը փախան։ Քեթիոն զանոնք հետաբնտեց։ Մատյամի երկու թագավորները Զեփեն ու Սաղմանան բռնեց եւ ամբողջ փանագը թողացուց։ Հովասի որդին Քեթիոն արևը չելած բادرազմեն վերադարձավ։ Սոկովտի մարդոցմեն երդասարդ մբռնեց եւ զայն հարցափորձեց։ Անալ Սոկովտի իշխանավորներեն ու երեցներեն 77 մարդու անուն քրելով անոր տվավ։ Քեթիոն Սոկովտի բնակիչներուն եկավ եւ ասավ. Ահա Զեփեն ու Սաղմանան, որոնց համար զիս նախադեցիք եւ ասիք, միթե Զեփեի ու Սաղմանայի ափերը արդեն կուցերքիդ մեջ են, որ մենք բարդասած մարդոցդ հաց տանք։ Ուստի քաղաքին երեցներ արավ, նաեւ անաբադեն փուշեր ու դադասներ եւ անոնցմով Սոկովտի մարդիկը բաժեց, իսկ Փանուելի աշտարակը փլցուց ու քաղաքին մարդիկը մերցուց։ Հետո Զեփեի ու Սաղմանայի ասավ. Ինչպես էին թափորի մեջ ծեր սպաննած մարդիկը, անոնք պատասխանեցին. Ինչպես թունես, անոնք ալ այնպես էին։ Յուրաքանչյուրը թագավորի որդիի գնման էր։ Ինքալ ասավ. անոնք իմ եղբայրներս, մորս որդիներն էին։ Դեր Գաբրի, եթե զանոնք ողջ թողուցած լայիկ, ես ցես չէի մերցներ։ Ապա իր անտրանիկ որդիին հետերի ասավ. ոտքի ելիր եւ մերցուր ասոնք։ Բայց բադանին իր սուրը չքաշեց, որովհետև վախցավ թերահասակը լալով։ Ուստի Զեփե ու Սաղմանա ասին. Թուն գանքնե եւ մեր վրա արցագե, քանի մարդուն զորությունը իր հասակին համեմատ կլա։ Հետևաբար Քեթիոն գանքնեցավ ու Զեփեն եւ Սաղմանան մերցուց։ Անոնց ուղդերուն վիզին վրա եղած մահիկներն ալ արավ։ Իսրայելացիները Քեթիոնի ասին. Թուն դիրե մեր վրա, թե թուն, թե որդիդ, եթե որդիդ որդին, որովհետև մեզ Մատյամի ցերքեն ազատեցիր։ Բայց Քեթիոն անոնց ասավ. Ես չեմ դիրեր ցեր վրա, ոչ այլ իմ որդիս պիտի դիրե ցեր վրա, դերը թող դիրե ցեր վրա։ Ապա Քեթիոն անոնց ասավ. Ցեզմե փամը պիտի խնդրեմ, յուրաքանչյուրդ իր ավարին օղերը ինձի թող տա։ Արտարև անոնք Իսմայելացի լալով ոսկի օղեր ունեին։ Անոնք ալ պատասխանեցին. հոժար սիրտով գուտանք։ Ուստի հանդերձ մփրեցին եւ յուրաքանչյուրը իր ավարին օղերը հոնցկեց։ Իր խնդրած ոսկի օղերուն գշիրը 1700 սիգ ոսկի եղավ, մահիկներեն
քինթերեն ու Մատյամի թակավորներուն վրայի ձիրանի հակուստերեն եւ անոնց ուղդերուն վիզի վրա եղած մանյակներեն զատ։ Քեթեոն անոնցմով եփուտ մշինեց ու զայն Եփրայի մեջ իր քաղաքի մեջ տրավ եւ հոն ամբողջ Իսրայելը անոր հետ բորընգեցավ։ Ադիգա Քեթեոնի ու անոր դան որոքայտ եղավ։ Այսպես Մատյամ Իսրայելի որդիներուն արչև ընջվեցավ եւ անգե յետ չգրծավ գլուխ վերցնել։ Քեթեոնի ժամանակ երգիրը 40 տարի հանդարտեցավ։ Քեթեոնի մահը Հովասի որդին Հերոփահախ գնաց եւ իր դունը բնագեցավ։ Քեթեոն 70 որդի ուներ, իր երանքեն ելած, քանի շատ գիներ ուներ։ Սուքեմի մեջ ունեցած հարժնալ իրեն որդի մծնավ, որուն անունը Ափիմելեք դրավ։ Հովասի որդին Քեթեոն լավ ալևորության մեջ մեռավ եւ Ափիեզերյաններու Եփրային մեջ իր հոր Հովասի քերեզմանը թաղվեցավ։ Երբ Քեթեոն մեռավ, Իսրայելի որդիները դարձյալ փահաղներու հետ բորընգացան ու փահաղ Փերիեթը իրենց աստվածը դին։ Իսրայելի որդիները չհիշեցին դերը իրենց աստվածը, որ զիրենք ազատած էր իրենց շրջակա բոլոր թշնամիներուն ցերկեն։ Ոչ ալ գարեկցության վարվեցան Հերոփահաղի, այսինքն Քեթեոնի դան հետ, անոր Իսրայելի ըրած ամբողջ բարիքին համեմատ։ Փառք ես դեր Աստված մեր։ Ամեն։